Այս թեմայով աշխատում ենք, այև աշխատել ենք։ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, զինտեխնիկայի ցուցադրություն։ Այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով սա չի նշանակում խաղաղության օրակարգից հրաժարում, հաշվետվություն է քաղաքացիների համար։ Եվ կարա նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու։ Եվ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Հայաստանը պետք է հրաժարվի անշարժ սահմանի գաղափարից, քանի որ ժամանակակից պատերազմներում կայուն թիրախը խոցելի է։ Նիդերլանդերի թագավորական ծովային հետևակի նախկին զինծառայող անվտանգության փորձագետ Փիթեր վան դեր Լինդենը հենվելով իր բազմամյա մարտական փորձի վրա առաջարկում է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանում ստեղծել թվային վահան, հագեցած ռադարներով, դրոններով եւ ավտոմատացված համակարգերով, ինչը թույլ կտա ազատել զինվորներին առաջնագծում հերթապահություն անելուց։ Փոխարենը կստեղծվեն փոքր, բարձր շարժունակությամբ օպերատիվ ստորաբաժանումներ, որոնք տեղեկատվություն ստանալուն պես վայրկյանների ընթացքում կհայտնվեն թիրախային կետերում։ Տեխնոլոգիան չի փոխարինում զինվորին, այլ ազատում է նրան։ Օգտագործելով թվային վահանը որպես հայտնաբերման առաջին գիծ, դուք կարող եք ստեղծել փոքր մահացու ստորաբաժանումներ, որոնք սենսորների տվյալների հիման վրա րոպեների ընթացքում կհայտնվեն ռազմավարական կետերում, հստակ իմանալով, թե ով է թշնամին եւ ինչպես է նա շարժվում։ Ինչ վերաբերվում է ներհայաստանյան Զինված ուժերի արդիականացման այս ռազմավարական առաջարկին համահունչ իրավաբանական գիտությունների թեկնածու ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Դանելյանը ընդգծում է իրավական անվտանգության ամրապնդման կարևորությունը որպես ռազմական բարեփոխումների իրավական հիմք եւ պետականության հիմնասյուն։ Նա առանձնակի շեշտադրել է սահմանադրականության վերականգնման հրամայականը, փաստելով, որ պետականության հիմքերը խարխլվում են, երբ որոշումները կայացվում են մեկ անձի կամ քաղաքական ուժի հայեցողությամբ։ Իրավական անվտանգությունը վերականգնելու եւ ամրացնելու համար Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է վերադառնալ սահմանադրականության դաշտ, անշեղորեն իրականացնել սահմանադրությամբ եւ ներպետական օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները եւ պետք է պահպանել ոչ միայն օրենքի տառը, այլ նաեւ օրենքի ոգին։ Իսկ արտաքին քաղաքականության պարագայում անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դադարի կատարել հարաբերփոխ եւ իրարամերժ հայտարարություններ աշխարհի տարբեր կենտրոնների հետ ունեցած հարաբերությունների ժամանակ, քանի որ դրանք որևէ կառուցողական ելք չեն կարող կանխատեսել Հայաստանի համար։ Պատերազմի հերոս հետախույզ եւ ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի բնորոշմամբ մեր երկրի փոքրացող քարտեզի գիտակցումը պետք է ստիպի մեզ լինել առավել խելացի ու ճկուն, քանի որ համերաշխային անվտանգության հին մեխանիզմները այլևս չեն գործում։ Որպես ելք նա մատանշել է զսպման նոր ու կատարելագործված համակարգերի ստեղծումը ու միջազգային դաշնակիցների հետ հարաբերությունների խորացումը։ Փոխվել է ժամանակակից պատերազմների փիլիսոփայությունը եւ տրամաբանությունը։ Մեր աչքերի առաջ տեղի են ունենում գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ, եւ մենք միշտ պատրաստ պիտի լինենք պաշտպանվելու եւ դիմակայելու ցանկացած մարտահրավերների։ Հայաստանին պետք է նոր եւ ուժեղ առաջնորդ։ Եվ ես հավատում եմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին։ Ես լավ գիտեմ խաղաղության գինը եւ գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն երկարաժամկետ եւ ուժեղ խաղաղություն։ Ռուսաստանում Չելյաբինսկի դպրոցներից մեկում 9-րդ դասարանի աշակերտը հարձակվել է դասընկերուհու վրա։ Տղան դպրոց էր բերել պլաստիկե աղեղ, գազի բալոն եւ ազդանշանային ատրճանակ։ Նա սկզբում պղպեղի գազ է փչել, ապա ատրճանակով վիրավորել աղջկան գլխի հատվածում։ Դրանից հետո տղան միջանցքում գազ է փչել նաեւ ուսուցիչների ուղղությամբ ու ցատկել պատուհանից, կոտրելով 2 ոտքը։ Որպես հարձակման հնարավոր պատճառ խանդն է դիտարկվում։ Տղան իր օրագրում եւ սոցցանցերում գրել է մարդկանց հանդեպ իր ատելության մասին։ Դպրոցի տնօրենը հայտնել է, որ մյուս աշակերտների հետ այժմ հոգեբաններ են աշխատում։ Next question from Richard Engel from NBC News. Good to see you again.
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մամուլի ասուլիսի ժամանակ տեխնիկական անձնակազմ անջատել է ամերիկացի լրագրողի խոսափողը, որպեսզի նա չկարողանա հարց տալ։ Ավելի ուշ, երբ աղմուկը մի փոքր հանդարտվեց, լրագրողը բացահայտել է, որ իր չհնչած հարցն ուղղված էր հենց վարչապետին։ Նա ցանկանում էր իմանալ, թե Ամերիկային պատերազմի մեջ ներքաշելուց հետո ինչու է Նեթանյահուն հիմա փորձում նույնն անել ամբողջ աշխարհի հետ։ Այս ամենի ֆոնին Իրանն այսօր կասետային զինատեսակներով հարվածել է Իսրայելի Քաֆր Քասիմ բնակավայրին։ Թել Ավիվում պայթյուններ են եղել, կան զոհեր եւ տուժածներ։ בשביל להצליח אתה צריך מדינה. אי אפשר לבד. Իսրայելի Մարգալիոտ քաղաքի ղեկավար Էյթան Դավիդին ուղիղ եթերում չի կարողացել զսպել արդյունքները։ Նրա խոսքով երկրի զինված ուժերը չեն կարողանում պաշտպանել քաղաքները հրթիռակոծություններից։ Դավիդին ցավով նշել է, որ ամեն ինչ արդեն ոչնչացվել է։ Նա դիմել է պատասխանատուներին, պահանջելով կամ ընդունել իրենց անկարողությունը եւ հեռանալ, կամ վերջապես կոնկրետ քայլեր ձեռնարկել քաղաքացիներին փրկելու համար։ ותשחררו אותנו או שתעשו מה שצריך כבר ריבונו של עולם. Սևծովում հարձակման է ենթարկվել շուրջ 140,000 տոննա նավթ տեղափոխող թուրքական լցանավը։ ԱԹՍ հարվածներից նավը վնասվել է, անձնակազմի Թուրքիայի 27 քաղաքացիներ օգնություն խնդրել, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ Արդյոք հարվածը եղել է իրանական ԱԹՍ-ներից, թե թուրքական լցանավը թիրախ է եղել այլ երկրի համար, դեռևս պարզ չէ։ Կողմերը պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իբր Թեհրանը մասնակցում է խաղաղության բանակցություններին, չնայած պաշտոնական հերքումներին։ Նա նշել է, իրանցի բանակցողները վախենում են, որ իրենց կարող է սպանել սեփական ժողովուրդը։ Տեղեկությունը կարճ ժամանակ անց հերքել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մեջբերում ամերիկյան կողմի հետ որևէ բանակցություններ կամ քննարկումներ չեն եղել։ Մեջբերման ավարտը։ Արաղչին նշել է, որ մի քանի օր է ինչ ամերիկյան կողմը միջնորդների միջոցով ուղերձներ է ուղարկել։ Իրենք էլ հայտարարել են իրենց դիրքորոշումների մասին։ Սա բանակցություն չի կոչվում, շեշտել է Արաղչին։ Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում Հայաստանին, Իրան հումանիտար օգնություն ուղարկելու համար։ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը միասին կրթելով ապագան գագաթնաժողովի ընթացքում ներս է մտել Ֆիգուր 3 կոչվող մարդակերպ ռոբոտի ուղեկցությամբ։ Սա ամերիկյան արտադրության 3-րդ սերնդի ռոբոտ է, որը նախատեսվել է տնային գործերում մարդկանց օգնելու համար։ Իրադարձությունը պատմական է, քանի որ առաջին անգամ հումանոիդ ռոբոտը պաշտոնապես հյուրընկալվել էր Սպիտակ տանը։ Նա հստակ ձայնով ներկայացրել է առաջին տիկնոջը եւ 11 լեզվով ողջունել ներկաներին։ Շագաթամ։ Մելանիա Թրամփը շեշտել է, որ արհեստական բանականությունը շուտով դուրս կգա հեռախոսների միջից եւ կդառնա մեր առօրյայի մի մասը։ Ըստ առաջին տիկնոջ, նման տեխնոլոգիաները երեխաներին հնարավորություն կտան ավելի շատ ժամանակ տրամադրել սպորտին, շփմանն ու ստեղծագործելուն։ Մելանիան նշել է, որ նոր սերնդի անվտանգությունն ու կրթությունը միշտ պետք է լինեն ուշադրության կենտրոնում։ Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի առաջնորդների կանայք, այդ թվում Բրիջիտ Մակրոնը, Օլենա Զելենսկայան եւ Սարա Նեթանյահուն։